Մահացել է դերասանուհի Զարա Արամյանը, մեր բակի Զարան։ Նա 3 ծանր վիճակում տեղափոխվել էր Հերացի հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունք, սրտի լուրջ խնդիրների ու թթվածնային անբավարարության պատճառով։ Դերասանուհին դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնել իր առողջական ծանր վիճակի մասին, նշելով, որ իրեն կարող է փրկել միայն սրտի փոխպատվաստումը, որից սակայն նա հրաժարվել էր։ Զարա Արամյանը 55 տարեկան էր։ Մենք կոտրով ենք, չենք կոտրվում։ Գյումրու նախկին համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից ԱԱԾ մեկուսարան տեղափոխելուց հետո նրա անձնական բժիշկն ահազանգել է, որ Ղուկասյանի առողջական վիճակը գնահատվում է բարձր ռիսկային։ Բժշկի պնդմամբ բարձի թողի եւ անկայուն վիճակը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի, բոլոր ծանր բարդություններով, ընդհուպ մինչև սրտի կանգ։ Նրա խոսքով մեկուսարանի պայմանները, պատշաճ բժշկական վերահսկողության բացակայությունը կրիտիկական վտանգ են Ղուկասյանի կյանքի համար։ Հաջորդ շաբաթ մեր ձևով շարժումը կհայտարարի առաջին խոշոր ծրագրի մասին, հայտնել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ծրագիրը Սամվել Կարապետյանի տեսլականն է տնտեսության եւ անվտանգության ոլորտների վերաբերյալ։ Այդ ծրագիրը միակը չի լինելու, այլ մեկ այն ծրագրային փաթեթներից, որը պատրաստվում է հրապարակել շարժումը առաջիկա շաբաթներին։ Նարեկ Կարապետյանը նշել է մեջբերում, որպես գործարար Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ եւ հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար, նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։ Մեջբերման ավարտը։ 14 ժամ տևած դատական նիստից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է եւ կիրառվել է տնային կալանք, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով վերացվել է նաեւ Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը։ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը, համակցված գրավով, բացակայելու արգելքով եւ մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը եւս վերացվել է։ Իդեպ այդ իմաստով, ինչպես արդեն 3 տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել է, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Մեկ հանգամանք էլ ուզում եմ ասել, իհարկե առիթ կլինի ավելի երկար կներկայացնեմ, իսկապես հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր, իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, անկախ նրանից, որ ստացիոնար բուժում էր ստանում։ Եվ այդ պահին Սամվել Կարապետյանը պարզապես տեսնելով այդ ամենը, ինքը հենց արձագանքեց առաջիններից, ասելով գնացինք։ 1 տարի մոտ 150 շինծ ու դատական նիստ եւ ոչ մի փաստական ապացույց։ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների նկատմամբ բացված կեղծ գործերի մասին նոր մանրամասներ է հայտնել Միեդում հայգերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով հայգերիներին արգելված է աստվածաշունչ պահել, այրել են նրանց մարմինների վրա եղած քրիստոնեական դաջվածքները։ Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալների, սակայն հնարավոր չէ փոխանցել աստվածաշունչը։ Եվ սա բացատրություն չունի, եթե գրքերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակ ընթերցելու հնարավորություն ունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց աստվածաշունչը եւ այլ թե Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին, նաեւ հրապարակային զեկույցներից կարծում եմ տեղեկացված եք, որ կրոնական սիմվոլները հավաքվել են, արգելվել
արգելվել են դրանք թողնել բանտարկյալների մոտ, անգամ դաջվածքները այրվել են եւ մեր գնահատմամբ քրիստոնյա լինելը եւս գործոն է, որը ինչ որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը։ Խիստ սահմանափակումները վերաբերում են հատկապես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանի արտաքին աշխարհի հետ կապն է ավելի սահմանափակվել, այսինքն մեծացել է իզոլացիան, քանի որ ընտանիքի հետ զանգերի թվականակը նվազել է, այսինքն օրինակ 4 զանգի փոխարեն 2 զանգի հնարավորություն է տրվել նույն ժամանակահատվածում։ Սահակյանի խոսքով 1 տարի ընթացող կեղծ դատավարության ընթացքում հստակ ապացույցներ Ադրբեջանի դատարանը չի ներկայացրել։ Արձանագրությունները, որոնք ստորագրել են մեր ռազմագերիների ադրբեջանցի փաստաբաններն ու թարգմանիչները, կեղծ են։ Շուրջ 1 տարի ընթացող դատավարություններում, երբ ընդհանուր առմամբ դատական նիստերի քանակը 2 դատավարություն գերազանցում է 150-ը, մենք չտեսանք կոնկրետ փաստեր, չտեսանք կոնկրետ ապացույցներ եւ արարքներ այդպես էլ չմնացին ապացուցված։ Մենք կարող ենք նկատել, որ հիմնական մեղադրանքները հենց քաղաքական թեզերի վերաբերում էին դատական process-ներում եւ այս ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումներ եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել։ Իրավապաշտպանը նշել է, որ հունվարի 14-ին 4 հայ գերիների վերադարձը որևէ կերպ չի կարող նշանակել, որ հայկական կողմը պատրաստվում է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական գործերից։ Իրավական գործընթացները նրա փոխանցմամբ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր մյուս հայրենակիցները չեն վերադարձել։ Բաքվի շինծու դատավարությունները ըստ էության ավարտվել են եւ մինչեւ հունվարի վերջ ադրբեջանական արդարադատությունը կհրապարակի հայ ռազմագերիների դատավճիռները։ Հարևան Իրանում համացանցը կրկին հասանելի է որոշ օգտատերերի համար, հայտնել է տեղական մեհր գործակալությունը։ Անհնազանդությունների ժամանակ կառավարությունն անջատել էր ինտերնետային կապը։ Իրանի իշխանությունների մեկնաբանմամբ այդ քայլն արվել էր, որպեսզի ահաբեկիչները չկարողանան անկարգություններ կազմակերպել։ Երկրում համացանցը հասանելի չի եղել 10 օր։ Երևանում Իրանի դեսպանատան առջև իրանցիները բողոքի ցույց են անցկացրել։ Ակցիայի մասնակիցները ցանկացել են երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարներից 7-ը բերման է ենթարկվել, ինչից հետո ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել։ Ըստ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակի, երթն արտոնված չի եղել։ Մենք երկիրը պատերազմի չենք տանի, բայց չենք հանդուրժի հանցագործներին, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Ձերբակալվել են բողոքի ցույցեր եւ հանցավոր դիվերսիաներ կազմակերպողները, ասել է նա, շեշտելով, որ իշխանությունները կոտրել են ցուցարարների ողնաշարը։ Իրանական մեհր լրատվական գործակալությունը գրել է, որ ըստ Իսլամական հեղափոխության պահապանների Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների գլխավոր հրահրողը Ռահաբ Արհամ ծածկանունով մի կին է, որի իրական անունը Նազանին Բարադարան է։ Նա 3 անգամ փոխել է իր անունը եւ գործել է Պենտագոնի սպաներից մեկի ղեկավարությամբ։ Իրանում արյունարի բախումներից հետո իրավիճակը կարծես հանդարտվել է։ Բազմաթիվ կոչերի, մեղադրանքների եւ սպառնալիքների ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պնդել, որ անհնազանդությունները կազմակերպել են Իսրայելը եւ Միացյալ Նահանգները։ Սպիտակ տունը հայտարարել է Գազայի անցումային կառավարումը վերահսկող խաղաղության խորհրդի ստեղծման մասին, որը գլխավորում է Դոնալդ Թրամփը, իսկ կազմում ընդգրկված են Մարկո Ռուբիոն, Ջարեդ Քուշներն ու Թոնի Բլերը։ Թուրքիայի, Եգիպտոսի եւ Արգենտինայի նախագահները հրավիրվել են հիմնադիր անդամի կարգավիճակով, վերահսկելու Պաղեստինյան տեխնոկրատական մարմնի ու միջազգային անվտանգության ուժերի աշխատանքը։ Սակայն այս բարձր մակարդակի նախաձեռնությունները խիստ հակասում են Գազայում տիրող իրավիճակին, որտեղ չնայած հայտարարված հրադադարին իսրայելական ռմբակոծությունները շարունակվում են, իսկ ՄԱԿ-ի տվյալներով ենթակառուցվածքների ավելի քան 80%-ն արդեն ոչնչացված է, ինչի պատճառով դիվանագիտական այս ծրագրերը շատ մասնագետներ եւ փորձագետներ որակում են իրականությունից կտրված կամ գաղութատիրական։ Սիրիական բանակը հայտարարել է Մասկանա քաղաքի եւ եւս 34 բնակավայրերի գրավման մասին, Եփրատից արևմուտք ընկած տարածքները հռչակելով փակ ռազմական գոտի։ Հարյուրավոր քուրդ մարտիկներ վայր են դրել զենքն ու հանձնվել բանակին։
Այս առաջխաղացմանը զուգահեռ Դիպսի Աֆնան եւ Տապկա շրջաններում բախումներ են սկսվել։ Կողմերը միմյանց են մեղադրում միջազգային հովանավորությամբ կնքված համաձայնագրերը խախտելու համար։ Կառավարական ուժերը շարժվում են Տապկա օդանավականի ուղղությամբ եւ արդեն վերահսկողություն են հաստատել մի շարք ռազմավարական նավթով հարուստ շրջանների նկատմամբ, նպատակ ունենալով տարածաշրջանից դուրս մղել քրդական ստորաբաժանումները։ Չնայած տարածքների ականապատված լինելուն եւ չավարտված զտման աշխատանքներին հազարավոր բնակիչներ արդեն վերադառնում են իրենց տներ։ Իրավիճակը անդարտեցնելու համար նախագահի նոր հրամանագրով վերականգնվել են քրդերի մշակութային իրավունքները։ Դանիայում հազարավոր մարդիկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ձեռքերդ հեռու Գրենլանդիայից բողոքի ցույցներ իրականացրել։ Սա տեղի ունեցել Դոնալդ Թրամփի նախազգուշացումից հետո, թե նա կարող է մաքսատուրք սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Դանիայի ինքնավար տարածք համարվող հանքանյութերով հարուստ Գրենլանդիան գրավելու նրա ծրագրերին։ Մասնակիցները Դանիայի դրոշներ են ծածանել եւ հակաամերիկյան կոչեր հնչեցրել։